Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նոր ֆիլմ է նկարահանում։ Իր առաջին Թևանիկ ֆիլմի հաջողությունից հետո նա կրկին դիմել է Արցախյան պատերազմի թեմային։ The Last Inhabitant by Ջիվան Ավետիսյան։ Վերջին բնակիչը, այսպես է կոչվում ռեժիսորի նոր աշխատանքը։ Հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով տեղահան եղած հայկական գյուղում հայ հերոսը Աբգարը մնում է մեն-մենակ, դառնալով վերջին բնակիչը։ Աբգարի եւ նրա դստեր ճակատագրի շուրջ են հյուսվում պատերազմի դաժան պատմությունները, որոնց միջով անցնելով նրանք պայքարում եւ ապրում են։ Շատ հետաքրքիր է, որտեղ ասենք թե իմ թերս, երբ որ ես Ջիվանը ինձի գրեց Ռեբեկային մասին, ես Երևանայի իբրև հայ, իբրև տաշնակցական, իբրև ինձի ոնց որ հայ գին հերոս կամ ֆեդայի բան եւ սավ Ադրբեջանի գինես եւ Ադրբեջանեն պետք է սորվիս սցենարիոներ գարտալ են վերջ ես Ջիվանին հարցուցի ինչպես հնարեցիր այս պատմությունը, այսինքն ես կյանքիս մեջ չէի Երևանայր, ասանք պատմությունը հնարել եւ սա ինձի չեմ հնարած, դենց բաներ կբատահին քյուրին մեջ, նորմալ է։ Ֆիլմի սցենարի հեղինակները Ծովինար Խաչատրյանն ու Մասիս Բաղդասարյանն են։ Պատմության հիմքում Ծովինար Խաչատրյանի Գյուրջիևանի վերջին բնակիչը պատմվածքն է։ Ֆիլմի երաժշտությունը գրում է հանրահայտ Սերժ Թանկյանը։ Վերջին բնակչի Աբգարի դերը մարմնավորում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի նախկին դերասան, հեռուստատեսային ֆիլմերից հանրությանը հայտնի Ալեքսանդր Խաչատրյանը։ Ֆիլմը մարդկային հարաբերությունների մասին է, մարդու մարդ լինելու մասին է։ Ֆիլմը հոգևորի ու հոգու պարտքի մասին է։ Մի խոսքով ֆիլմը մարդկային բարոյականության մասին է։ Կարծում եմ, որ լավ արդյունք ենք ունենալու եւ ունենալու ենք ինչ որ ուզում ենք։ Ինչպես միշտ այսօրվա կինոյում էլ առավել հետաքրքիր են մարդկային ճակատագրերը, որոնցում հանդիսատեսը փնտրում է ինքն իրեն։ Բոլոր մարդկային հատկանիշները ունի իր մեջ, մարդկային, մարդու։ Կարծում եմ չի որ թերություններ չունի, բայց ամենակարևոր բաներում ինքը իհարկե մարդ է, ինքը իհարկե հոգու պարտքի հասկացողություն ունի, ամբողջ ֆիլմը դրա մասին է։ Ֆիլմում շատ են ադրբեջանցի կերպարները։ Դերասաններն էլ միայն հայեր չեն։ Ռեժիսորին հաջողվել է հավաքել հայ եւ օտարազգի նշանավոր դերասանների Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լատվայից, Ռուսաստանից, Իրանից, Լիբանանից, Հունաստանից։ Ադրբեջանցի մոր կերպար է մարմնավորում, գլխավոր դերը չէ, բայց հետաքրքիր, ուժեղ եւ անհանգիստ կերպար է։ Ինձ համար հուզիչ է գտնվել մի հողում Ղարաբաղում, որտեղ չլուծված խնդիր կա, որտեղ պատերազմ է եղել։ Մենք Հունաստանում եւ այստեղ նույն տագնապներն ունենք։ Նմանություններ կան երկու ժողովուրդների միջև։ Սոս Ջանիբեկյանի եւ Ջիվան Ավետիսյանի համագործակցությունը սկսվել է ռեժիսորի նախորդ Թևանիկ ֆիլմից։ Թևանիկը Հայաստանում եւ Հայաստանից դուրս հազարավոր մարդկանց համար դարձավ սիրված ֆիլմ, բարձր պարգևի արժանանալով Երևանյան Ոսկե ծիրան միջազգային փառատոնում։ Բազմիցս մարմնավորել եմ ու գրեթե միշտ մարմնավորել եմ դրական կերպարներ, բարի, մեծահոգի, հերոս, սիրային հերոսներ, իսկ հիմա քայլ եմ արել դեպի խարակտերային դերասանության տարածություն։ Ինձ համար բոլոր մարդիկ հասկանալի են ու ընդունելի, ինչպես նաև իմ կերպարը, որը ծայրաստիճան պականք, ծայրաստիճան խեղաթյուրված արժեքներով մարդ է, բայց ես իրեն արդարացրել եմ եւ գտել եմ պատճառները, թե ինչի հետևանքում է ինքը դարել այդպիսին։ Պատերազմական այս դրամայում խաղալու համար Ամերիկայից Արցախի Խաչմաչ գյուղ է եկել նաեւ ամերիկյան հեռուստատեսային արտադրության մեջ մեծ փորձառություն ունեցող դերասանուհի Անի Նահապետյանը։ Ասի առաջին անգամս է, որ հայկական կինոյի մասնակցím եւ սիրով եւ հբարդությամբ Ղարաբաղ եկած եմ Ջիվան Ավետիսյանի as վերջին բնակիչ կինոյի մեջ Ադրբեջանի գին թերունի։ Վերջին բնակիչը ֆիլմի նկարահանումներն ավարտված են։ Այն կցուցադրվի միջազգային փառատոներում, կներկայացվի Սփյուռքի հայկական համայնքներում։ Հանդիսատեսը կրկին կտեսնի համամարտկային այն արժեքները, որոնց համար պետք է ապրել եւ պայքարել։